Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տեսակապի միջոցով զրուցելու եմ վիրահայ հասարակական գործիչ Գեորգի Թումասյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Թումասյան։ Բարև ձեզ։ Պարոն Թումասյան, հասկանանք Եվրոպական խորհրդարանում վարչապետի ելույթի ամենակարևոր մեսիջները որոնք էին եւ հետո արդեն հերթականությամբ առաջ անցնենք։ Կարծում եմ, որ վարչապետի ելույթը շատ կարևոր էր եւ ինքը արձանագրեց, որ սա իր ելույթն է արդեն նրանից հետո, երբ նախկինը տեղի է ունեցել 2023 թվականին հոկտեմբերին շատ ծանր իրավիճակում, ուրեմն հակամարտության առումով տեղի ունեցող փախստականների եւ այլն, եւ հիմա վարչապետը արդեն արձանագրեց, որ խաղաղության օրակարգը առաջ է գնացել անվտանգության նաեւ մթնոլորտը իհարկե լուրջ առաջընթաց ունի, դա է գլխավոր ուղերձը, որ այստեղ տարածաշրջանում առաջերտին ինքը նշեց ճիշտ իհարկե շատ, որ Դոնալդ Տրամփի եւ Միացյալ Նահանգների դերի մասին, բայց զուգահեռ դրա Եվրոպական միության դերը նաեւ այդտեղ ընդգծվում էր եւ այդտեղ մենք տեսնում ենք բովանդակություն ինչպես վերաբերվող նույն Եվրոպական միության առաքելության կարեւորությանը, այդ առումով եւ ներդրումի առհասարակ բացի դրանից մենք նաև տեսնում ենք, որ զուգահեռ դրա տեղի է ունենում Եվրոպական միության նախագահ Անտոնիո Կոշտայի այցը Բաքու եւ կարելի է ասել, որ Եվրոպական միության եւ Ադրբեջանի հարաբերությունները տեսնում ենք, որ զարգանում են, հատկապես էներգետիկ ոլորտում եւ կարելի է ասել, որ վարչապետը սրանով արձանագրում է Եվրոպական միության համար, որ Եվրոպական միությունը կարող է Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնել եւ դա առհասարակ կայունացնող դեր ունի, որովհետեւ ինչքան ավելի կախվածություն ունի Ադրբեջանը Եվրոպական միությունից, այդքան ավելի հաշվի է առնում Եվրոպական միության մոտեցումները եւ ուստի խաղաղության օրակարգը նաեւ դառնում է կոնկրետ միջոց, որով Եմեն աջակցում է Հայաստանին, այսինքն այստեղ երևում է իրականում ԵՄ-ի կոնկրետ քաղաքականությունը եւ օգուտը Հայաստանին եւ դա այդ թվում խոսքի նույն Ալիևի հայտարարությունից էլ է բխում, որ ասաց, որ Հայաստանի հետ խաղաղությունը արդեն ոչ միայն թղթի, այլ նաեւ իրականություն է եւ ընդմիշտ խաղաղություն է լինելու, այսինքն շատ դրական այդպիսի հայտարարություններ արեց, բայց զուգահեռ Ալիևը ասաց, որ մենք պահանջներ ունենք, որ տնտեսական ներդրումներ լինի Ադրբեջանում գազի մատակարարման աճի համար Եվրոպական միությունից մաքուր էներգետիկայի ուղղությունով, այսինքն ակնհայտ է, որ Ադրբեջանը ինքն է հասկանում, եթե Հայաստանի հետ լինի խաղաղություն, ապա Եվրոպական միության հետ կլինի լավ հարաբերություններ եւ ներդրումներ, իսկ եթե այդ խաղաղությունը չլիներ, լիներ հակամարտություն, ապա այստեղ կլիներ պատժամիջոցներ, ինչպես Ռուսաստանի դեպքում, ինչպես Իրանի դեպքում, եւ Ադրբեջանի տնտեսությունը օգուտի փոխարեն վատ վիճակում կհայտնվեր։ Այսինքն վարչապետը կիսվեց փաստացի եվրոպացիքի հետ, որ ընդհանուր մոտեցումը զարգանում է, ճիշտ ուղու վրա է եւ նույնիսկ ասաց, որ արդեն ընդունվել է օրենք Եվրոպական միության անդամակցության համար Հայաստանում ամեն ինչ պատրաստ է, Հայաստանը պատրաստ է անել բոլոր քայլերը, բայց այդտեղ կա կոնկրետ մեկ խոչընդոտ եւ Վրաստանը նշվեց վարչապետի կողմից, ինչպես այդ գլխավոր խոչընդոտը Հայաստանի եվրոինտեգրման ճանապարհին։ Գիտեք, մենք ձեր հետ միասին այս ձերի եթերում նաեւ բազում անգամ խոսել ենք այդ խնդրի մասին եւ ես իրոք ուրախ եմ, որ վարչապետը հիմա բարձրաձայն նաեւ այդ խնդիրը ձևակերպեց, որովհետեւ դա արդեն նաեւ կարծում եմ եվրոպացիք ավելի մեծ ուշադրություն հիմա կդարձնեն այդ խնդրին, որ Պարոն Թումասյան, բայց դա ազդակ էր ավելի շատ Եվրամիությանը, Եվրամիության երկրներին, թե Վրաստանին, թե երկուստեք։ Գիտեք, այդ հարցը հիմա ակտիվորեն է քննարկվում, վարչապետը դիվանագիտական քայլ արեց, իր ձևակերպումը իրոք բարձր մակարդակի դիվանագիտական ձևակերպում է, որովհետև պարզ չէ ում էր ուղղված այս ազդակը, բայց եթե մի փոքր ավելի խորանանք, միանգամից հասկանալի կլինի իրական բովանդակությունը։ Թողնում է բայց հնարավորություն նրա, որ մանևրելու հնարավորություն եւ ասեմ ինչու, որովհետեւ իհարկե իր գլխավոր ազդակը ուղղված էր ոչ թե Վրաստանի իշխանություններին, որտեղ ինքը գիտի, որ Վրաստանի իշխանությունները Հայաստանի դիրքորոշման պատճառով չեն փոխի իրենց մոտեցումը, որտեղ երբ վարչապետ Փաշինյանը Վրաստանում էր այցով վերջերս մեկ շաբաթ առաջ մոտավորապես հայտարարեց, որ ինքը Հայաստանը աջակցում է Վրաստանի սուվերենությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ ավելացրեց առաջի անգամ նաեւ դիվանագիտական այսպիսի նոր ձևակերպում քաղաքական անկախությունը։ Սա այնպիսի բառապաշար է, որը երբեք չի հնչում առհասարակ հայ-վրացական հարաբերություններում կամ առհասարակ ուրիշ պետությունների միջև հարաբերություններում ումից քաղաքական անկախության
ցանկություն հայտնեց ուրեմն վարչապետ Փաշինյանը, որ Վրաստանը լինի քաղաքական առումով անկախ։ Մյուս կողմից վարչապետ Փաշինյանը Վրաստանում էլ խոսեց Եվրոպական միության ուղղության Վրաստանի կարևորության եւ ասաց, որ մեր ճանապարհը դեպի Եվրոպական միություն Վրաստանն է, այստեղ էլ։ Այսինքն ինքը իշխանություններին պարզ ներկայացրեց, որ Վրաստանն է եւ արեք միասին շարժվենք այդ ուղղությամբ, բայց վարչապետը շատ լավ գիտի եւ տեսնում է, որ Վրաստանի իշխանությունները որևէ այդպիսի ցանկություն չունեն եւ նոր ուրեմն մոտավորապես մինչեւ սկսենք մեր հարցազրույցը, ես կարդացի Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլի նախագահ ավելի ճիշտ որ թարգմանեմ հայկական դեպքում որ հասկանալի լինի բովանդակությունը, ով ասաց, որ վարչապետ Փաշինյանը իհարկե իր պետության շահերից է խոսում, բայց Վրաստան-ԵՄ հարաբերությունները վատթարացրել է Եմեն եւ Եմեն պետքա ուղղի այդ հարաբերությունները։ Իրականում դա այդպես չէ։ Վրաստանում 2024 թվականի ընտրությունները, որոնք լեգիտիմ չեն համարվել, այդ ընտրությունները վրացական երազանքը մասնակցեց դեպի ԵՄ խոստումով եւ մեկ ամիս անց ընտրություններից վրացական երազանքը փաստացի չեղարկեց Եվրոպական միության ինտեգրման ճանապարհը, դրանից հետո Վրաստանում սկսվել է ցույցեր, հիշում եք, բախումներ էր տեղի ունենում եւ այլն, այսինքն ակնհայտ է, որ խնդիրը գլխավոր իհարկե վրացական իշխանությունների մոտեցումն են, բայց վրացական ընդդիմությունում սա շատ դրական գնահատվեց, որովհետեւ վարչապետ Փաշինյանը Հայաստանի շահը այստեղ պաշտպանելով զուգահեռ դրա բարձրաձայնում է Վրաստանի ժողովրդի մեծամասնության ցանկությունը լինել Եվրոպական միության անդամ եւ դրանով այս թեման դարձնում է ավելի օրակարգային, այդ թվում եվրոպական պետությունների մակարդակով, ինչը շատ դրական է։ Պարոն Թումանյան, վարչապետը նաեւ ընդգծեց, որ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումն է խաղաղությունը եւ ժողովրդավարությունը եւ խորհրդարանական ընտրությունների համատեքստում ասաց, որ շատ կարեւոր է որպեսզի խորհրդարանական ընտրություններով վերջնականապես ամրագրվի թե խաղաղությունը, թե ժողովրդավարությունը ու խոսեց պատերազմի կուսակցությունների մասին, այդ թվում նախկին նախագահների, որոշ հոգեվորականների, ռուսաստանցի օլիգարխի մասին եւ այդ ամբողջ, ինչպես ինքը ասաց, այդ բոլորի մասին, որոնք միավորվել են եւ հիմա պայքար են մղում խաղաղության եւ ժողովրդավարության դեմ։ Պարոն Թումանյան, որքան էլ որ Եվրախորհրդարանում վարչապետը նման հայտարարություն արեց, այնուամենայնիվ Եվրոպայում, եվրոպական երկրներում կա ընկալումը, թե ինչ է կատարվում Հայաստանում եւ ինչ արտաքին ուժեր են հիմա փորձում իրենց դերակատարումը կամ իրենց ազդեցությունը ունենալ ներքաղաքական այս process-ներում։ Տեսեք, հենց այդ նպատակով արեց վարչապետը այդ հայտարարությունը, որովհետև ինքը եւս մեկ բան այդտեղ նշեց, որ կան լոբիստական խմբեր, այդ թվում այստեղ Եվրոպական միությունում, ասաց վարչապետը, որոնք փորձում են Հայաստանը թիրախավորել հենց այս գործընթացների պատճառով, այդ թվում եկեղեցու խոսքին թեմայի շուրջ եւ այլն։ Հիմա պարզաբանեմ իհարկե վարչապետը չհամարեց, որ անհրաժեշտ է անուններով ասել այդ ուժերը, բայց մենք ձեր հետ միասին սրա մասին երկար խոսել ենք եւ հիմա էլ կհաստատենք։ Լոբիստական խմբերի դեպքում խոսք է գնում Հայդատի, այսինքն հայ հեղափոխական դաշնակցության մասին, որը այդտեղ ակտիվորեն ծավալում է հակահայկական եւ հակահայաստանյան քաղաքականություն, փորձում է, հիշում եք նաեւ նույնիսկ հայտարարություններ ունեին արած, որ Հայաստանում բռնապետություն է, ճնշումներ են Հայաստանում եւ այլն, փորձում էին ամենձև թիրախավորել։ Մի կողմից էլ ասում էին հայ դաշնակցությունը Բրյուսելում ասում է Հայաստանը ռուսամետ պետություն է, վարչապետ Փաշինյանն այնա Մոսկվա է գնացել, հիշում եք այդ հայտարարությունը, ասում էր, տեսեք Մոսկվա է գնում, ուրեմն Հայաստանը ռուսամետ է, հակաեվրոպական է։ Մյուս կողմից Հայաստանում նույն դաշնակցությունը ասում է Հայաստանը եվրոպամետ է, Ռուսաստանի դեմ է։ Այսինքն այդ լոբիստական դաշնակցության խմբավորումների համար նպատակը զուտ թիրախավորել Հայաստանի իշխանություններին է, որտեղ իրանք ներքաղաքական օրակարգ ունեն, բայց այդ թիրախների գլխավոր ուղիները վարչապետը նաև նշեց, որ գործ ունենք ԿԳԲ-ի գործակալների հետ, այդ բարձր ատյանից վարչապետը ասաց Սովետական միության հատուկ ուրեմն ծառայություն, հա, ՊԱԿ-ի մասին է խոսքը, այսինքն ԿԳԲ-ի, ասաց կոնկրետ եկեղեցու դեֆակտո ղեկավարի մասին, այսինքն Կտրիչ Ներսիսյանի, որի մասին այդքան խոսել ենք ձեր եթերում, ասաց ուրեմն քաղաքացի Բագրատ Գալստանյանի եւ իր քաղաքական շարժումի մասին, ասաց, որ իրանք ուզում էին իշխանությունը զավթել, պատերազմ հրահրել փաստացի եւ դրա շնորհիվ Հայաստանի պետականությունը չեղարկել, իսկ դա հիմա որ պարզ լինի նաեւ թարգմանեմ Վիտալի Բալասանյանի օրակարգն է, այսինքն իր կողմից հնչեցրած,
օրակարգը, որ ուղղակի պարզ լինի, որ Հայաստանը պետք է միութենական պետության մարզ դառնա, եւ եթե Ադրբեջանի հետ նորից պատերազմ լիներ Գալստանյանի եւ Կտրիչ Ներսյանի այդ շարժումի հետևանքով, ապա ի վերջո իրանք պետքա Ռուսաստանին դիմեին, ասեին ընդունեք մեզ ձեր կազմ, որ Հայաստանը անվտանգ իբրև լինի։ Զուգահեռ դրա իհարկե տեսնում եք նաեւ ռուս օլիգարխի գործընթացը, իհարկե վարչապետը բացահայտ չէր ասի, որ սա ուրեմն կլասիկ արդեն մոտեցումները, բայց արեք մենք արձանագրենք, որ երբ ասում է Վրաստանում խնդիր կա, իսկ Հայաստանը պատրաստ է ինտեգրվել, ապա գիտեք Եվրոպական խորհրդարանը այսօր եւ երեկ զուգահեռ Վրաստանի մասին բանաձև է քննարկում։ Շատ ակտիվ, հենց այս պայն էլ գնում են քննարկումներ Եվրոպական խորհրդարանում եւ շատ լավ իրանք գիտեն Վրաստանը ինչ պատճառով է, որ կանգնեցրել է իր եվրոպական ինտեգրման գործընթացը, որովհետև կար ռուս օլիգարխ, որը ասում էր ես դեպի Եվրոպա եմ գնում, բայց չեղարկեց դա։ Հիմա Հայաստանում կա ռուս օլիգարխ, որը ոչ էլ ասում է դեպի Եվրոպա եմ գնում, որևէ պարզաբանում չի անում, բայց բոլորը հասկանում են, որ հանգիստ կարա կրկնել եւ համոզեցում են ձեզ կկրկնի Իվանիշվիլի սցենարը եւ Եվրոպական միությունը ուղղակի հիմա հասկանում է, որ Հայաստանում ինչ-ինչ քայլերը ընդդիմության ուղղությամբ այդ սահմանափակումների KGB-ի գործակալների ոչ թե խոսքի ազատության դեմ են, ժողովրդավարության դեմ են, առակը ժողովրդավարությունը պաշտպանելու նպատակով են եւ ես կարծում եմ սա շատ օգտակար կլինի հատկապես Եվրոպական միությունից Հայաստան սպասվող այդ հակահիբրիդային խմբի ուղղությամբ, որը ավելի պարզ կլինի, թե ինչ առաջադրանքներ կա եւ սպառնալիքները որտեղից են գալի։ Պարոն Թոմասյան, տեսեք, ընդդիմությունը արդեն ճակերտավոր ասած սկսեց պաշտպանվել։ Կարկառուն դաշնակցական Գեգամ Նազարյանը հայտարարում է այսօր, որ Նիկոլ Փաշինյանը գնացել է ԵԽԽՎ արևմուտքին դանոց տալու ու դրանով արդարացնելու այն ապագա բռնաճնշումները, որոնք նա պատրաստում է ընդդիմության նկատմամբ։ Գիտեք, վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ 37 թիվն է իրենց դեմ բռնաճնշումներ է կիրառում այս իշխանությունները եւ նաեւ քիչ չան խոսակցությունները այն մասին, վերջերս Հայաստան Դաշինքի падգամավորն էր այդ մասին խոսում, որ քաղաքացիական պայմանագիրը եթե ընտրության արդյունքները չկեղծելու ճանապարհով գնա, ապա հաղթելու այլ ընտրանք չունի։ Այդ նման հայտարարություն մոտավորապես նմանօրինակ հայտարարություն արել էր Լավրովը, որ Հայաստանը գնում է մոլդովական սցենարով, այն է ընտրությունները կեղծելու։ Սրանք ինչ միտում ունեն նման հայտարարությունները, թե բռնաճնշումների մասին, թե ընտրությունների, այսպես ասած, ոչ արդար ու թափանցիկ լինելու մասին։ Իրանք գիտեն, որ իրանք պարտվելու են այս ընտրություններում, ինչքան էլ փորձեն Գյումրի երկու սցենարը կրկնել, բայց ամեն դեպքում արդեն հող են նախապատրաստում նրա համար, որ ընտրությունները կեղծած հայտարարվեն, ճնշումների թեզը օգտագործվի, տեսեք, իրանք փաստացի ըստ իրենց Եվրոպական միությունը օգնում է Հայաստանին ընտրություններ կեղծել եւ օգնում է Հայաստանին 37 թիվ կազմակերպել, սա ուղղակի եւս մեկ անգամ իրանք բնույթն է ցույց տալի, որ իրանք հակաեվրոպական են, հակաարևմտյան են, այսինքն այդ ուժերը Վրաստանի այսօրվա ռուս օլիգարխից չեն տարբերվում, բա նույնն է ես ինչ ասում եմ հիմա, որ այս ուժերը հակաարևմտյան են, այս ուժերը առաջին նախագահն էլ դուրս եկավ Լևոն Տեր-Պետրոսյանը, հա, ասում է Վրաստանի, Իրանի եւ Ռուսաստանի հետ միասին պետք է լինենք։ Այսինքն, բայց այսպիսի Վրաստանը նկատի ունեն։ Վրաստանը, որտեղ որ մարդու իրավունքները չեղարկվել են, այդպիսի Վրաստան են դաշնակից պատկերացում, Ռուսաստանը, որտեղ որ առհասարակ արդեն բռնապետական այնպիսի համակարգ է, որ մարդիկ սոցիալական ցանց չեն կարող ունենալ, միայն պետության կողմից վերահսկվող մեսենջեր կարող են ունենալ, որ պետությունը ամեն ինչ գիտենա, դուք ում եք ինչ եք շփվում եւ այլն, եւ բոլորին հավաքում ուղարկում է Ուկրաինա պատերազմի, թե Իրանը, որտեղ որ 30,000 մարդ սպանեցին մի քանի ընթացքում զուտ նրա համար, որ ցույցերում են մասնակցել։ Ինչ 37 թիվ։ Հակառակը Հայաստանում ես խնդիր եմ արդեն այստեղ բարձրաձայնում, որ խնդիր կա, որ մենք տեսնում ենք ակնհայտորեն ռուս օլիգարխի կողմից այստեղ անսահմանափակ ֆինանսական ռեսուրս ծախսելու օրակարգ, մենք տեսնում ենք գործակալական ցանցի միավորում, որոնք ուզում են Հայաստանում իշխանությունը զավթել, ընտրությունները դրանից հետո չեղարկել, որովհետև Վրաստանում այսօր ընտրությունները չեղարկել են։ Այսօր Վրաստանում Իվանիշվիլին խոստանալով ամենաբարին ու լավը կարողացել է ձևավորել համակարգ, որը հակաեվրոպական է իր բնույթով, հասկանում եք, Եվրոպական միությունն թշնամի է հայտարարում։ Եվ այս մարդիկ ուզում են Հայաստանում, որ նույնը լինի։ Իսկ դա բերելու է նրան, որ Հայաստանը կորցնելու է ինքնիշխանությունը, որտեղ Վրաստանը այսօր ինքնիշխանությունը արդեն կորցրել է, հարցը հենց դրանում է։ Կեղծ ինքնիշխանություն է Վրաստանում այսօր։ Եվ դրա մասին խոսում են շատ եւ շատ տվյալներ այդ թվում։
Ուստի Հայաստանի դեպքում 37 թիվի մասին խոսել, հա իրանց մի բան պետք է չէ խոսել, մի բան պետք է ասել, բայց հակառակը ես կարծում եմ շատ հիմա խոսքին Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը այն տեղեկատվությունը ինչը տարածում է, մենք տեսանք, որ ազդեցություն է փորձում օտար պետությունում, այսինքն իհարկե Ռուսաստանում քաղաքացիների վրա եւ իրենց մասնակցությունը ընտրություններում, այդ թվում կա տեղեկատվություններ, որ Վրաստանի ուղղությունով էլ փորձելու են Սամցխե Ջավախեթի շրջանից, Ջավախքից, այսինքն հայերին բերել, որ ռուս օլիգարխի համար քվյարկեն եւ այլն, ճնշումների, գումարների, կաշառքի եւ այլն միջոցով ակնհայտ է, որ հակառակը, եթե ժողովրդավարությունը իրան չպաշտպանի, ապա մենք կարող է հայտնվենք այն իրավիճակում, որ 37 թիվ հետո իրանք կազմակերպեն Հայաստանում իշխանությունը զավթելու նպատակով, իսկ այսօրվա իշխանությունները հակառակը իշխանությունը ոչ թե չեն զավթել, այլ թույլ են տալի, որ այսքան օտար գործակալ մասնակցի ընտրություններում, եւ դա խնդիր է, որովհետեւ նորմալ ընդդիմադիր առողջ ուժերը չունեն այդպիսի մրցակցելու հնարավորություն, երբ գործակալները ռուսական հարյուրավոր միլիոն դոլար են բերում այստեղ, իրական արդար ու մարդիկ նկատի ունեմ քաղաքական դաշտում չունեն այդ հարյուրավոր միլիոնները, որ կարողանան ռուս օլիգարխ Կարապետյանի հետ մրցակցել, բայց իրանց գաղափարները շատ ավելի արժեքավոր են։ Ես հիմա անուններով չեմ նշի, բայց շատ քաղաքական գործիչ կան, իրանց միշտ հետաքրքիր է լսել, իրանք կարևոր բաներ են ասում։ Սամվել Կարապետյանի ելույթը մենք առհասարակ որևէ մի ելույթ տեսել ենք։ Մենք գիտենք առհասարակ ինքը ինչ է մտածում, ով է, այսքան բան է աշխարհում տեղի ունենում։ Մի բան գիտենք իր մոտեցումների մասին, իր ինտելեկտուալ հնարավորությունները գիտենք, թե զուտ մենք փող ենք ընտրում, այսինքն ով ավելի շատ փող ունի, նրան վարչապետ ենք ընտրում։ Դե Վրաստանը այդպես արեց մի անգամ եւ 14 տարի է գտնվում է սարսափելի արդյունքներում եւ չի կարող փոխել հիմա այդ օլիգարխին։ Սամվել Կարապետյանը այնուամենայնիվ արհեստական բանականության միջոցով երբեմն հայտնվում է էկրաններին, պարոն Թումասյան, իսկ նրա եղբոր որդին փորձում է լրացնել այդ բացը, հայտարարություններ է անում, օրինակ Իրանի պատերազմը այսպես սկսեցին օգտագործել թե երկրորդ նախագահը, թե Նարեկ Կարապետյանը, նորից մեկ անգամ հիշեցնելու համար, որ մեզ պետք է երաշխավորված խաղաղություն, իսկ երաշխավորված խաղաղություն ըստ իրենց հնարավոր է միայն Ռուսաստանի հետ։ Երկրորդ նախագահն էլ ի դեպ խոսում էր, որ եթե օրինակ թրիփը իրականություն դարձած լիներ, չի բացառվում, որ հրթիռներ կգային նաև Հայաստանի ուղղությամբ, Սյունիքի ուղղությամբ։ Նաև նման հայտարարությունները արդյոք վտանգավոր չեն։ Տեսեք, առաջերտին ես հուսով եմ, որ Հայաստանը կարգելի արհեստական բանականության օգտագործումը նախընտրական շրջանում նկատի ունեմ, որ այդպես Սամվել Կարապետյանը, որ արդար իրավիճակում լինի, որտեղ ընտրությունները պետք է լինեն արդար, հա, թող արդար իրավիճակում Սամվել Կարապետյանը կարողանա մրցակցել բոլորի հետ հայերեն տիրապետելով եւ խոսելով հայերեն քննարկելով տարբեր հարցեր, այլ ոչ թե արհեստական բանականությունով։ Ինչ վերաբերում է Իրանի թեմային, ապա այդտեղ պարզ է ամեն ինչ, որ այս մարդիկ ես չեմ հասկանում ինչից են դժգոհ։ Դժգոհ են, որ պատերազմ է եւ Հայաստանը կապ չունի այդ պատերազմի հետ։ Թե դժգոհ են, որ Հայաստանում խաղաղություն է իրականում։ Ես մեկ-մեկ էլ տեսնում եմ տարբեր վերլուծաբաններ նույնիսկ ասում են խաղաղություն չկա Հայաստանում։ Բա ինչ է հիմա Հայաստանում, պատերազմ է տեղի ունենում։ Այսինքն իրանք երաշխավորված խաղաղություն ինչ նկատի ունեն, որովհետև նույն իրանք տրամաբանությունից դուրս գալով, հա, եթե իրանք Ռուսաստանին են պատկերացնում երաշխավոր, ապա Լեռնային Ղարաբաղը ուր է այդտեղ խաղաղապահ առաքելությունը, ուր է այդտեղ Լաչինի միջանցքը, այդ ամեն բանը Ռուսաստանի կողմից պետք է լիներ ապահոված, փաստաթղթով, Վլադիմիր Պուտինի իրանք նաև կողմից շատ սիրված Ռուսաստանի նախագահի ստորագրությունով, այսինքն այդ ամենը ուր է, եթե այդ ամենը չկա, ինչ երաշխավոր, իսկ հիմա մյուս կողմից իրանք ասում են Միացյալ Նահանգների երաշխավորությունը, Միացյալ Նահանգների այստեղ գուցե այդ պատճառով է նաև Միացյալ Նահանգները որոշել, որ իրանական ռեժիմի հարցը լուծվի, որ թրիփի համար էլ խնդիր չլինի։ Իսկ ով ասաց, որ միջև թրիփը լինի, Իրանում անպայման այս ռեժիմը գոյություն կունենա։ Ռեժիմի հարցը հենց այս րոպեներին, այս օրերի ընթացքում օրակարգում է դրված, որովհետև այդ ռեժիմը սպառնալիք է ոչ թե թրիփի համար, այդ ռեժիմը սպառնալիք է պետությունների գոյության համար առհասարակ։ Եթե միջուկային զենք ունենար առհասարակ հիմա որտեղ որ մենք տեսնում ենք հասնում է բալիստիկ հրթիռները, միջուկային զենք կարող էր հասնել, հասկանում եք, եւ մարտիկով առաջարկում էր մեզ Հայաստանը, որ Իրանի հետ միասին լիներ այստեղ հակաարևմտյան դաշինքում, դե տեսանք ձեր առաջարկածը ու ձեր առաջարկածի արդյունքները։
Մարտիկով առաջին Ռուսաստանի հետ այստեղ լինել հակաթուրքական ինչ որ օրակարգով, երբ տեսնում եք Ռուսաստանը ու Թուրքիան ինչ մտերիմ հարաբերություններ ունեն, ոնց են զարգացնում։ Մարտիկով ասում են Չինաստանին այստեղ բերենք, ներգրավենք եւ այլն։ Տեսնում եք Չինաստանը իր դաշնակից Իրանին չի կարող նույնիսկ օգնել, ոչ էլ Ռուսաստանն է իր դաշնակից Իրանին օգնում։ Այսինքն Իրանը մնացել է առանց օգնություն։ Եվ այդ իրավիճակում խոսել, որ Հայաստանը պետք է կամ Իրանի վրա հույս դնի, կամ Ռուսաստանի վրա հույս դնի, դա ուղղակի հակահայկական է, բայց գիտեք, իրանք ուրիշ բան չեն կարող ասել։ Իրանք տերերը Մոսկվայում են, իրանք գործակալ են եւ իրանք վճարում են իրանք այդ թվում, որովհետեւ իրանք ուրիշ ձև չեն պատկերացնում։ Իրանք պետք է ծառայեն այդ գաղափարին, այսինքն իրանք հակասում են բուն հայ ազգի գաղափարին։ Հայ ազգը գալիս է հայքից։ Այդ գաղափարը անկախության, ինքնիշխանության գաղափարն է։ Իրանք դրան հակասում են։ Հիմա Վիտալի Բալասանյանից ինչ հայկի ժառանգ, եւ որը ասում է գնանք միութենական պետության մեջ մտնենք եւ հանձնենք մեր ինքնիշխանությունը։ Իդեպ նույն Վիտալի Բալասանյանը ժամանակին դեմ էր, որ Արցախը միանա Հայաստանին, պարոն Թումասյան։ Հենց դա է օրինակ, մենակ Վիտալի Բալասանյանը չէ։ Ես հիշում եմ նաեւ Ռուբեն Վարդանյանը ոնց էր հայտարարում, որ հիմա պահել չենք կարողանալու, ոնց որ հիմա Վիտալի Բալասանյանը անկախությունը պահել ասում է, չենք կարողանալու եւ պետք է որոշենք եւ մտնենք Թաթարստանի նման հաջողակ Ռուսաստանի մաս դառնանք։ Այսինքն դա ինչ է նշանակում։ Իրանք այդքան էին հավատում, որ Ռուսաստանը հեսա 3 օրում Կիևը կվեկալի եւ կգրավի, որ սովետական միությունը կվերականգնի եւ իրանք էլ այսպիսի սովետական նոր սովետական միությունում Հայաստանի գուբերնատորներ կլինեն, այսպես այստեղ կկարողանան ուրեմն վերահսկել Հայաստանը եւ այլն, դա ուղղակի ցույց է տալի այդ մարդիկ ինչ բնույթի են եւ եւս մեկ անգամ գիտեք, այստեղ կարեւոր է տարբերել խոսքին անդամակցությունը Հայաստանի Եվրոպական միությունում եւ միութենական պետությունում, որովհետեւ միտեղ հավասար ազգերի միություն է ժողովրդավարական, իսկ մյուստեղ բռնապետություն է կայսրական, այսինքն հարցը նրանում չի, որ Հայաստանը զուտ պետք է անպայման չմիանա որևէ այդպիսի կառույցին, դրանում չի հարցը։ Եվ Ռուսաստանի դեպքում էլ Ռուսաստանն է խնդիրը։ Մենք ոչ թե զուտ ասում ենք, որ Ռուսաստանի հետ չենք կարող հարաբերություններ ունենալ, լավ, այդ թվում ռազմավարական, այսպիսի Ռուսաստանի հետ չենք կարող ունենալ։ Դա է բուն տարբերությունը։ Եթե Ռուսաստանը այսպիսի Իրանի հետ չենք կարող ունենալ, հասկանում եք։ Եթե վաղը Իրանը լինի նորմալ ժողովրդավարական պետություն, ես համոզեցնում եմ ձեզ, մենք կարող է Իրանի հետ ամենամտերիմ դաշնակիցներն էլ դառնանք, բայց այսօրվա Իրանը իր սեփական ժողովրդին սպանում է 30,000 նրա համար, որ իրանք զուտ ասել են, որ մենք այս կրոնական ռեժիմը չենք կարող ընդունել, իսկ տեսեք, ինչ է Ռուսաստանը ու այս գործակալները ուզում։ Հայաստանում ուզում էին Կտրիչ Ներսյանին Խամենեի դարձնել փաստացի, որ Հայաստանի ղեկավարը դառնար, բայց սրբազան շարժումը որ կար, որ Ահաբեկչուկան գործընթաց հայտնվեց եւ խափել էին ուզում, չէ՞, Իրանցը հանձնում են, Տավուշը հանձնում են եւ այլն, բայց նույն այդ կրոնը իշխանություն բերելու եւ քաղաքականացնելու գործընթաց չէ, բայց Իրանում դա է տեղի ունեցել։ Պարոն Թումասյան, նաեւ հասկանանք, քանի որ դուք էլ ձեր խոսքում վերհիշեցիք, այսպես ասած, առաջին նախագահի մոտեցումները եւ հայտարարությունները, հակից օրերս հայտարարեցին, որ նախ առաջին նախագահը վերկուսակցական դիրքերից է հանդես գալիս, իր վրա է վերցրել նաեւ հիմնադիր պատրիարքի դերը եւ հիմա խորհուրդ է տալիս համախմբվել Սամվել Կարապետյանի շուրջ։ Պարոն Թումասյան, հասկանալով, որ Սամվել Կարապետյանը այնուամենայնիվ սահմանադրության հետ խնդիր ունի եւ իմ համեստ կարծիքով նաեւ առանձնապես հետաքրքրված չէ վարչապետ դառնալու այդ մտքով, այդ տեսակետով, այնուամենայնիվ հասկանանք, թե ընդդիմությունը ում վրա է խաղարկում եւ իրենց միասնական տեխնացուն ով է, այսինքն ես ճիշտ եմ հասկանում, որ բոլոր այն ուժերը, ովքեր խորհուրդ են տալիս մոբիլիզանալ, կոնսոլիդացվել Սամվել Կարապետյանի շուրջ, կամա թե ակամա աջակցում են Ռոբերտ Քոչարյանին եւ քիչ չեն նաեւ խոսակցությունները, որ հիմա հենց քննարկվում է Քոչարյանի տեխնացությունը, Քոչարյանի վերադարձը։ Գիտեք, իհարկե ես շատ լավ տեղյակ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը ուզում է վարչապետ դառնալ նորից եւ կարա օգտագործի նաեւ այդ մթնոլորտը, բայց ես մի փոքր ուրիշ կարծիք ունեմ այդ թեմայի մասին։ Ես կարծում եմ, որ Սամվել Կարապետյանը, եթե իրանց մոտ ստացվի իշխանությունը մի կերպ զավթել, ապա Սամվել Կարապետյանը կդառնա ճակերտներում վարչապետ, կփոխեն սահմանադրությունը, այսինքն դա տեղի չի ունենա, ես համոզված եմ, բայց դա է իրանց սցենարը։ Եվ Ռուսաստանը հիմա հասկացել է, որ տեսեք Վրաստանում կա Բիձինա Իվանիշվիլի ռուս օլիգարխը, որին մենք տարիներով չենք տեսնում, որը նշանակում է վարչապետներ, որոնք այստեղ փոխվում են երբ ինքը ուզենա։
Կա հիմա նոր մոդել, սա 2012 թվականի մոդելն է։ Հիմա կա նոր բան, արհեստական բանականություն։ Այսինքն Սամվել Կարապետյանը դառնում է վարչապետ, դրանից հետո մենք Սամվել Կարապետյան չենք տենում այլևս։ Խոսում է արհեստական բանականությունը մեր հետ եթերներից, հարցազրույցներ է տալի արհեստական բանականությունը, որոշումներ է կայացնում, փակ է դառնում։ Սա ոչ թե վարչապետ Փաշինյանի օրակարգն է, որ փողոցում կարող ես իրան հանդիպել կամ եկեղեցում կամ որևէ տեղ կարող ես իրան հանդիպել, տեսնել, խոսել հետ եւ այլն։ Այլ առհասարակ չի լինի, հասանելիություն վարչապետին չի լինի։ Վարչապետ չի լինի, ուղղակի ինքը զուտ կստորագրի այն փաստաթղթերը, ինչ որ իրան կառաջարկեն, արդեն այնտեղ իհարկե ԱԱՑ-ն նորից ԿԳԲ-ի ազդեցության տակ կմտցնեն եւ Հայաստանը կղեկավարեն արդեն անձի առանց անձի հասկանում եք, որովհետեւ իրանք հասկացել են Վրաստանի դեպքում, որ իրական իշխանությունը պետք է թաքնված լինի եւ վարչապետներ փոխեն, որ մարդիկ հնարավոր չի այսօրվա վարչապետի հանդեպ դժգոհ լինես, որտեղ բոլորը գիտեն, որ ինքը որոշումներ չի կայացնում։ Իսկ Հայաստանում առհասարակ կարելի է այնպիսի համակարգ ստեղծել, որ վարչապետ նույնիսկ չլինի իրականում։ Այսինքն ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի սցենարը կա, բայց ավելի սարսափելի սցենար է օրակարգում, դա վարչապետն է, որը արհեստական բանականություն է, այսինքն դու դրանից հետո չես կարող իրան փոխել, որովհետև ինքը չունի էլ էմոցիաներ, սա ԿԳԲ-ն է, որը վերահսկում է արդեն պետությունը թվային տեխնոլոգիաների միջոցով, այսինքն գետտո, թվային գետտո, այսինքն այստեղ էլ մարդկության պատասխանատվության վարչապետ Փաշինյանը պատասխանատու է հանրության առջև։ Վարչապետ Փաշինյանը այս հանրությունից է, այս հանրության մի մաս է, այս հանրության խնդիրները ունի։ Սամվել Կարապետյանը բացի նայից, որ այս հանրությունից չէ, այս հանրության խնդիրները չունի, առհասարակ ինքը ռուսաստանցի է իր բնույթով, առհասարակ հայկական կյանքով չի ապրում, նկատի ունեմ, ինչ նկատի ունեմ հայկական կյանքով, հա, մենք անցանք այդքան սարսափելի իրավիճակով։ Ղարաբաղի պատերազմ, հետպատերազմյան իրավիճակ։ Ես միայն հիշում եմ մեկ իր հայտարարությունը պատերազմի ժամանակ, որ երկխոսության ճանապարհով գտեք այլընտրակ, երբ որ բուն պատերազմներ տեղի ունենում։ Դրանից հետո Սամվել Կարապետյան մեր այդ ցավերի մեջ ազգային մասնակից որ լիներ չկա։ Այսինքն ամենացավալի ժամանակ այդ մարդը ուղղակի չկար, էմոցիաներ չուներ։ Եվ հիմա ինքը ասում է, որ ես մտահոգված եմ հայ ազգով, ես համոզված եմ, որ ամենամեծ վտանգը դա տեխնոլոգիական բռնապետությունն է իրականում եւ դա ավելի մեծ վտանգ է նույնիսկ քան Ռոբերտ Քոչարյանն է իրականում։ Պարոն Թումանյան, եւ ամփոփելով, քանի որ արտաքին հետախուզական ծառայության հայտարարությունները հայտարարությունը այն մասին էր, որ Ռուսաստանը այնուամենայնիվ ներգրավվածություն ունենալու է, փորձելու է ամեն կերպ ազդել ընտրությունների վրա եւ ընտրությունների արդյունքների վրա, հասկանանք թե Ռուսաստանում ինչ սցենարներ կան, այսինքն հիմա Ռուսաստանը խաղարկում է իշխանափոխության սցենարը, որ իշխանության են գալու իր ուժերը, իր համակրելի մարդիկ, թե այնուամենայնիվ խաղարկում է նաև խորհրդարանում ներկայացվածություն ունենալը։ Ռուսաստանի համար գերկարևոր է մի ձև իշխանությունը վերադարձնել Գյումրի երկու սցենարով, իրանք կարող են դիմել ապակայունացնող գործողություններին նաև Հայաստանում, վտանգ կա ռուսական ռազմակայանից էլ, ռուսական այդ գործակալական ցանցից էլ եւ իհարկե ցույցերի կա որևէ կարող ահաբեկչական գործողությունների վտանգ լինի։ Ամենամեծ վտանգը այն է, որ կարող է բոլորը համախմբվել հիմա, տեսնելով նաեւ վերջի այդ վարկալիչները, որը իրանք ունեն այրայի նույն սոցհարցումով, կարող է Սամվել Կարապետյանի շուրջ բոլորը միավորվեն եւ Լևոն Տեր-Պետրոսյանի ասածը հենց դա է, որ բոլորը պետքա միավորվեն, որ կարողանան մի կերպ Գյումրի 2 իրականացնել, որ այդ ուրեմն խորհրդարան չանցնողները նաև մի ձև անցնեն մի խոսքով այդ օրակարգով, դա մեծ վտանգ է, դա կարող է տեղի ունենալ եւ իրականում դա լուրջ մարտահրավեր կլինի քաղաքացիական պայմանագրի համար, եթե բոլոր գործակալները միավորվեն։ Մյուս կողմից մեր հանրությունը բավականին լավ հասկանում է իրավիճակը, որ կարողանա կանխել ռուսական սցենարը, բայց կա մեկ բան. ռուսական իրաց գումարները պետք է սահմանափակվի։ Այսինքն խնդիր չեմ տեսնում, որ իրանք միավորվեն բոլոր գործակալներով միասին գնան, բայց եթե իրանք կարող են բարեգործության անունով կաշառել մարդկանց, եթե իրանք կարողանում են կազմակերպված ձևով օտարպետություններից մարդիկ բերեն այստեղ, եթե կարողանում են ներսում մարդկանց գումարների միջոցով աշխատավարձ եւ այլն հարյուրավոր միլիոն դոլար ծախսել, որ կաշառեն ժողովրդին, արեք ուղիղ ասենք, հա, ընտրությունները պատրաստում են, որ կեղծեն։ Ուղղակի պատմության մեջ աննկարագրելի բան է հիմա, այդ թվում համաշխարհային մասշտաբով, որ ընտրությունները ոչ թե իշխանություններն են ուզում կեղծել, ընդդիմությունն է ուզում կեղծել այս ընտրությունները։ Եվ
իշխանության պատասխանատվությունը, որ թույլ չտա, որ ընդդիմությունը կեղծի այս ընտրությունները, սահմանափակելով իրենց անսահմանափակ ֆինանսական ռեսուրսները, որը իրանց տրված է Ռուսաստանի կողմից, որ ծախսեն Հայաստանում իշխանությունը զավթելու համար։ Շնորհակալ եմ, պարոն Թումասյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցում էի Վիրահայ հասարակական գործիչ Գեորգի Թումասյանի հետ, կհանդիպենք։